նախարարներ կան, կանայք կան։ Դուրս են գալի, ես հիմա չեմ տեսնում, բայց նախկինում խու տեսնում էի, էլի են վախտել էր։ Հիմա տատը պատմում է, այս ինչ կարգավիճակ է, Վալոդյա։ Չի իմանչում, որ այս ձևի նախարարը դուրս եկել հարցազրույցի։ Հագուստը շատ բան ասում, խոսալը շատ բան ասում, մարդու կիրթ լինելու, նրա ֆիզիկականը ցույց տալու համար, որպես մարդ, շատ բան ասում։ Իսկ այսօր չկա, ասում ենք ժամանակն էլի, բանը փոխվել են ժամանակները, փոխվել են դեպի լավը թող փոխվեն։ Սովետական միության ժամանակ ոնց կարող էր մի բան հերոստատեսությունում մի իրան ելույթ ունեցող մարդը առանց փողկապի, առանց կոստյումի կամ կին տեղոսկին ղեկավարներ էլ կային։ Բոլորը կուլտուրական։ Հիմա չի տկլորեն դուրս գալիս բանը նախարարա, թելե մեկ էլ վարչապետի այդ բաները։ Հիմա ինչ է նշանակում, որ նա իր այդ ինչա գոհչում, գոտու ծակերը ցույց է տալի, թե ինքը լղար, արագ դա ինչ երկրի ղեկավարի բան, սխալ բան է։ Կամ իր ընտանիքը ցույց է տվել, թափթփած տատիկը նայել, որ թափթփած տունը թափա, շորերը դեզդեն բան, ոնց կարելի է։ Շատ բան կա, հիմա ես շատ բան չեմ ասում, կամ շատ բան էլ չեմ հիշում, բայց պետք է երկրի ղեկավարը լինի իր դիրքը բարձր պահի։ Փողոցում կամ ժողովրդի հետ էլ վարվելաձևը պետք է որպես բարձր դիրքը, ոչ թե ժողովրդին անտեսի արհամարի, այլ եթե ժողովրդի հետ ներկայանում է, պետք է իր դիրքը բարձր պահի։ Իր արժանապատվությունը պետք է բարձր լինի, որ գնա օրինակ շուկայում խնձորը կծելով գնա ասի համտես անեմ կամ ինչ, պետք է ամեն ինչ չափի մեջ լինի։ Գիտես, դա եթե դուրս է գնում մեր ղեկավարը, այնտեղ էլ պետք է հենց դիրք ունենա, որ ասեն Հայաստանի թագավորն է, Հայաստանի ղեկավարն է, ոչ թե երեսները շորտան կամ բամբասան կանեն։